ժամանակ տեղյակ կային, որ ստեղի հավատացյալ հայ ազգը մտահոգված է Էջմիածնով ու ասենք եկեղեցականներով մի բար չասեցին։ Հիմա ես ոգիները, ցավները, սրտերիս են եկեղեցում։ Հա, հիմա ես մեր հայ ազգի 60%-ը, որ ես արարողությանը մասնակցում է, նրանք եկել են լսելու գոնե մի բան, որ հայ եկեղեցին, անկախ ամեն ինչից որտեղի թեմն է, որ մասնակցում է ու մտահոգ է, այսօր հայրենիքում եղած իրավիճակը։ Այսինքն ես քաղաքական բան չի, ես մեր հավատացյալների հոգևոր կյանքի մասին ենք խոսում։ Այսօր գրել են ամբողջ աշխարհին իլու կաթողիկոսին ինչ ասես չեն ասում։ Մենք ինչի հավատացած ժողովուրդին ես վայել ես ամեն ինչ։ Լսել թե ինչ անշնոր խոսքով ինչ անշնոր բաներով։ Երևան մեր աջակցությունը նայում, մեր այսօրվա, մեր այս Հիմա մեր եկած մեր ցավը աջակցություն։ Այո, մեր գալը հենց այս աջակցության մասին է խոսում, որ մենք եկել ենք այստեղ աջակցելու։ Այո։ Մեր հայ եկեղեցու, մեր առաքելական սրբոց եկեղեցու։ Մեր սրբազաններին։ Եվ սրբազաններին, այո, ինչու՞ չէ։ Նրանք վերջի հաշվով այս տան ծառաներն են, չէ՞։ Աստծո ծառաներն են, որ այս մատուցում են։ Այո։ Հիմա պահանջ ունեն, չասեք։ Եթե մենք դիմեցինք եկեղեցականները չունեն այդ հնարավորությունը բարձրացնելու, մենք մերն ապրենք, բայց եկեղեցին մեր հիմա ինչ մենք էլ հրաժարվենք, գլուխներս բռնենք գնանք, հա։ Շատ հայտարարություններ, Մենք ավելին ենք սպասում ճիշտ ասած, որ ասենք, որ հայ առաքելական եկեղեցու արմտան ես թեմ ասել, իրա բան ունի, մտահոգությունները, հենց մենք ինքներս, հավատացյալներս, որ ասենք, հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են։ Զորք են մտցրել Էջմիածին, ժողովուրդ ջան, սովորական օրեր չէ, զորք, թուրքը չի մտել Էջմիածին։ Ես ուզում եմ հասկանամ, թե ոնց կարելի է, այսքան այս ամեն ինչի մեջ, ես չեմ եկել գնովելու ոչ ստեղի եկեղեցականների կամ պատասխանատուներ, բայց ուղղակի մի բան, փոխանակ կոչան է, որ հենց մենք հավատացյալներս ամեն իրանք ստեղ ներկան ենք ոչ թե 100, 200 կամ 1000, այլ բոլորս իրոք այս ծանր վիճակներում ասենք եկեղեցու կողքին լինենք, մենք պատրաստ ենք, բայց իրանց կոչը չկա, կոնկրետ այս թեմում, այս թեմ չունեն կոչը, այս թեմը կոչ չի անում, որ մենք գանք ստեղ կանգնենք, պահակ գանք կանգնենք, հա, վերջի հաշվով մենք հավատում ենք, չէ՞ ամեն ինչ։ Բայց եկեղեցին պետք է նորոգեին զինքան։ Այո, Ոչ թե միջնակարգ ես ապրել եկեղեցի հավատալ։ Պետք է վերանորոգվի։ Եկեղեցին ինքն իրան կարող է վերանորոգել։ Պետք է ինքն իրեն պետք է նորոգել, ինչու՞ է։ Առանց մեր հիդյան միջամուխ։ Այո։ Ես ուղղակի էլ եմ ասում, ես ամեն ինչ ինքնաբուխ է, ես խնդրում եմ ոչ մեկ թող չվերագրի ոչ մեկին, ու վստահ եմ ամեն մի հայ, որ դուրս է գալիս հենց հիմա եկեղեցու, պատարագի ոնց որ մենք, բոլորս էլ մտահոգված են, այս մեր ցավը չի։ Բոլորիս։ Եթե մենք եկել ենք ստեղ պատարագի, ուրեմն մենք հայոց առաքելական եկեղեցու հետևորդներն ենք, ու ամենս էլ տեղյակ ենք ինչա կատարվում։ Այսօր արհամարում են մեր եկեղեցին, արհամարում են մեր սրբությունները, ինչ ասես անում են, ասիկս իրանց ցանկության, հիմա ինչ, համակերպեք դրա հետ։ Ազգը պահպանողը, ազգային, առանց եկեղեցի մեջ, Այո, ու դարերով։ առանց հայի ով ես դու, հայ եթե չես գրոնքի հավադարնությունը չունիս, ով ես դու։ Հիմա ինչ, մենք ասենք, խնդրեցինք էլ, ասեցինք էլ, որ մեր անունից, ասում են արևմտյան թևի, չէ, մեր անունից վերջի հաշվով մենք ենք այդ հավատացյալները, այս ժողովուրդն, այս ազգն է, մեր անունից բառ ասի, տնաշեն են, այդքան ծանր այդ խոսքեր ասել են։ Հիմա ես ինչի պիտի կանգնեմ ստեղ, ես ինչպես ներվանյացած վիճակով ասել գերում, Չասվեց, որ ազատում մեր չարիքից, որդություններից։